Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Ողջույն քեզ, Մարիամ, լիշնոր հոգ, Տեր ընդ քեզ։ Օրհնյալ ես դու ի կանայս եւ օրհնյալ է պտուղ որովայնի քո Հիսուս։ Սրբոյի Մարիամ, Մայր Աստուծո, աղոթյա վասն մեր մեղավորացս, այժմ եւ ի ժամու մահվան մերո ամեն։ Աղոթենք. Տեր Աստված մեր, որ կույս Մարիամին դարձրեցիր օրինակը նրանց, ովքեր ընդունում են քո խոսքը եւ գործադրում են այն։ Բաց մեր սրտերը լսելու երանության առջև եւ քո հոգու զորությամբ տուր մեզ, որ մենք եւս դառնանք սուրբ վայր, ուր քո փրկության խոսքն այսօր իրականություն կդառնա։ Հանուն Քրիստոսի մեր Տիրոջ, ամեն։ Սրբազան հայր, եղբայրներ եւ քույրեր բոլոր, Տերը ձեզ խաղաղություն տա։ Սուրբ Բեռնարդոս Կլերվոյացու կերպարով առաջնորդվող հոգևոր վարժանքներից հետո այս տարվա 40-օրթացի խորհրդատությունները չէին կարող չներշնչվել Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզացու քրիստոնեական փորձառությունից։ Այս երկու սրբերը միմյանցից հեռու չեն։ Բեռնարդոսը մահացել է 1153 թվականին, իսկ Ֆրանցիսկոսը ծնվել է 1181-ին, 30 տարուց էլ պակաս տարբերությամբ։ Կարծես ավետարանական հետևորդության ջահը դարերի միջով ձեռքից ձեռք է անցնում առանց երբեք մարելու։ Այս տարի լրանում է Սուրբ Ֆրանցիսկոսի մահվան 800-ամյակը, եւ Սրբազան Պապը կամեցավ, որ այս հոբելյանը նշանավորվի նոր ու հատուկ հոբելյանական տարրով, հրավիրելով ողջ եկեղեցուն վերստին թույլ տալ Աստծո շնորհին հասնել մեզ Ասսիզիի աղքատիկի վկայության միջոցով։ Ֆրանցիսկոսը լոկ հիշելու կամ հիանալու սուրբ չէ, նա ավետարանի հրով ներթափանցված մի մարդ է, ով ընդունակ է յուրաքանչյուրիս մեջ վերարթնացնելու հոգու մեջ նոր կյանքի կարոտը։ Սուրբ Ֆրանցիսկոսի հոգևոր ուղին վերապրելու համար առաջին խորհրդատությունը կկենտրոնանա նրա դարձի վրա, որը մենք կզարգացնենք 5 փուլով. ճաշակի փոփոխությունը, որ շնորհը գործում է զգայունության մեջ, մեղքի պատճառած խեղաթյուրումը եւ արմատական բժշկության անհրաժեշտությունը, խոնարհությունը որպես մարդկային մեծության իսկական չափանիշ, փոքրանալու ընտրությունը որպես մկրտության կյանքի հատուկ ձև եւ վերջապես դարձի շարունակական բնույթը, որը չի ավարտվում մեկ ընդմիշտ, այլ միշտ վերսկսվում է։ Սկսենք ճաշակի փոփոխությունից։ Ինչ նկատի ունենք, երբ խոսում ենք դարձի ապաշխարության մասին։ Սա կարևոր հարց է, որն արժանի է ազնվորեն դրվելու մեր առջև, քանի որ հնարավոր պատասխանները բազմաթիվ են, եւ ոչ բոլորն են հավասարապես հավատարիմ ավետարանին։ Ավանդական կրոնուսուցումը այն նկարագրում է որպես վերադարձ առ Աստված մեղքի հեռացումից հետո։ Բարոյական աստվածաբանությունը շեշտադրում է կատարում վարքագծի փոփոխության չափման վրա։ Ճգնողական ասկետիկ ավանդույթը պնդում է ապաշխարողական պրակտիկաների անհրաժեշտությունը, որոնք կարգապահություն են հաստատում մարմնի ու կամքի մեջ։ Աստվածաշունչ Սուրբ Գիրքն իր հերթին գործածում է մի եզրույթ, որը ներթափանցում եւ գերազանցում է այս բոլոր տեսանկյունները։ Մետանոյա, այսինքն մտքի, սրտի եւ իրականության ընկալման խորքային ձևի փոփոխություն։ Ոչ թե ուղղակի ընթացքի սրբագրում, այլ հայացքի կերպարանափոխություն։ Ոչ միայն վարքագծի վերանայում, այլ զգայունության հեղափոխություն։ Ով է իրավացի, ինչ որ չափով բոլորը, բայց կա մի կարգ, որը պետք է հարգել։ Հասկանալը, թե որտեղից է իրականում սկսվում դարձը, որն է նրա ակունքը, տեսական հարց չէ, դա ամենագործնական խնդիրն է, որ գոյություն ունի։
Եթե սխալվենք ելակետի հարցում, ենթարկվում ենք փխրուն հիմքերի վրա կառուցելու վտանգին։ Մենք գիտենք, որ ավետարանական դարձը նախ եւ առաջ Աստծո նախաձեռնությունն է, որին մարդը կանչված է մասնակցելու իր ողջ ազատությամբ։ Այն ոչ զուտ պասիվություն է, ոչ էլ զուտ նվաճում։ Այն պատասխան է, ամենահամապատասխանող պատասխանը, որ մարդը արարածը կարող է տալ իրեն նախորդող եւ իրեն կանչող շնորհին։ Մարդը պատասխանում է իր ազատությամբ։ Դարձը տեղի է ունենում մեր բնության ամենանվիրական կետում, այնտեղ, որտեղ մեր մեջ դրոշմված Աստծո պատկերը սպասում է արթնանալու։ Կարծես մի բան, որ երկար ժամանակ լուռ էր մնացել, հանկարծ վերստին սկսում է թրթռալ։ Հենց այստեղ է, որ Ֆրանցիսկոս Ասիզացու փորձառությունը դառնում է թանկարժեք։ Իր կտակում, որը թելադրել է մահվանից մի քանի ամիս առաջ, նա գրում է. Տերը տվեց ինձ, եղբայր Ֆրանցիսկոսիս, այսպես սկսել ապաշխարությունը։ Երբ մեղքերի մեջ էի, իմ համար չափազանց դառն էր տեսնել բորոտներին, եւ Տերն ինքը տարավ ինձ նրանց մեջ, եւ ես ողորմություն գործադրեցի նրանց հանդեպ, եւ նրանցից հեռանալիս այն, ինչը որ ինձ դառն էր թվում, փոխվեց հոգու եւ մարմնի քաղցրության։ Իր ուղու էական հանգրվանները հիշելիս Ֆրանցիսկոսը նախ եւ առաջ հաստատում է, որ նախաձեռնությունն ամբողջությամբ Տիրոջն է։ Աստված է, որ նրան շնորհել է սկսել ապաշխարել, այսինքն մտնել դարձի ճանապարհի մեջ։ Ապաշխարություն անելը, որի մասին խոսում է Ֆրանցիսկոսը, չպետք է հասկացվի որպես ճգնողական վարժություն, որով կարելի է վաստակել Աստծո հետ նոր հարաբերության շնորհը։ Այն ակնարկում է զգայունության ամբողջական փոփոխության, ինքն իրեն, ուրիշներին եւ իրականությանը ավետարանի լույսի ներքո նայելու նոր ձևի։ Այս փոփոխությունը սկսվում է շատ գործնական ձևով, երբ նա սկսում է ողորմածություն դրսևորել ուրիշների հանդեպ։ Սա նրա պատմության կենտրոնն է։ Բորոտների հետ այդ հանդիպման մեջ երիտասարդ Ֆրանցիսկոսը փորձառությունն է ունենում ճաշակի վերջնական հեղաշրջման։ Նա հայտնաբերում է անսպասելի քաղցրություն հենց այնտեղ, որտեղ չէր փնտրում եւ որտեղ նույնիսկ չէր էլ սպասում գտնել այն։ Այն պահին, երբ նա անշահախնդրորեն նվիրվում է հասարակության ամենաաղքատներին, առաջին անգամ մոռանալով ինքն իրեն, Ֆրանցիսկոսը գտնում է իր սրտում բնակվող այդ անհանգստության պատասխանը։ Շատ բաներով լի, բայց դեռևս իր էական արժեքից դատարկ կյանքի դառնությունը։ Այդ հանդիպումը նրա մեջ ներքին երկրաշարժ է առաջացնում։ Այն, ինչը որ նախկինում նրան դառն էր թվում, այժմ դառնում է քաղցր։ Սա է դարձի սիրտը։ Ոչ թե նախ եւ առաջ կամքի արարք, այլ ներքին կերպարանափոխություն, զգայունության խորհրդավոր փոփոխություն։ Այս փոփոխությունը չի վերացնում մեր մասնակցությունը, այն դարձնում է ավելի ճշմարիտ, ավելի ազատ, ավելի ուրախ։ Ջանքը չի անհետանում, բայց փոխում է իր նշանակությունը։ Դարձն այլևս սեփական ուժերով կյանքն ուղղելու փորձ չէ, այլ պատասխան մի շնորհի, որը վերասահմանել է մեր ընկալելու, դատելու եւ ցանկանալու չափանիշները։ Մտածենք փոխարենը, թե ինչ է տեղի ունենում, երբ այս անցումը բացակայում է։ Օրինակ, եթե մենք ստիպված լինեինք ամեն օր ուտել մի կերակուր, որի համը երբեք չենք հավանել, կարող էինք դա անել հանուն կարգապահության որոշ ժամանակ, բայց առանց ուրախության եւ աճող հոգնությամբ։ Կամ եթե ինչ-որ մեկը նվիրվեր մի զբաղմունքի առանց երբևէ փորձառությամբ վայելելու դրա հաճույքն ու ներքին արձագանքը, շուտով այն կընկալեր որպես բեռ։ Եթե մեկը կյանք կառուցեր ինչ-որ մեկի հետ առանց երբևէ ճշմարիտ սեր զգալու, այդ հարաբերությունը կվերածվեր հարկադրանքի։
Եվ եթե մի կրոնավոր կրեր վանական զգեստ կամ ծիսական հանդերձանքներ, կատարեր արարողություններ եւ արտասաներ խոսքեր հանուն մի Աստծո, ում ճանաչում է միայն ուրիշներից լսածի չափով, առանց իրական անձնական փորձառության, կհայտնվեր խորը ներքին տագնապի մեջ, ինչը կարող էր անդրադառնալ նաև իրեն վստահված մարդկանց վրա։ Սրանք իրավիճակներ են, որոնց դժվար է երկար հանդուրժել, եւ նման մի բան տեղի է ունենում, երբ դարձը սխալ է հիմնավորված, երբ մեզնից կամ նույնիսկ ուրիշներից պահանջում ենք հարել մի բարոյականության առանց նախապես ճաշակած լինելու Քրիստոսի մեջ նոր կյանքի քաղցրությունը։ Ապաշխարություն անելը, որի մասին խոսում է Ֆրանցիսկոսը, կամավորական խստակրոնության ծրագիր չէ, այլ պայքարի սկիզբ, պաշտպանելու եւ պահպանելու համար իրողությունների նոր համի գանձը, որը վերջապես վերագտնվել է։ Դա նոր կյանքի սերմը հավատարմորեն սնուցելն է, որն Աստված կարողացել է դնել մեր սրտի հողի մեջ։ Արդ հասկանալու համար, թե ինչու դարձը պետք է լինի այդքան արմատական, թե ինչու բավարար չէ սոսկ մի քանի վարքագիծ ուղղելը, այլ անհրաժեշտ է զգայունությանն իսկական նորոգում, պետք է քննենք խորությունը այն անդունդի, որը մեղքը փորել է մեր մեջ։ Խոսքը մեր իսկ անձից ունեցած այդ ատելի հեռավորության մասին է, այն դժվարության, որով փորձում ենք իսկապես կամենալ բարին, որը թեև ճանաչում ենք որպես այդպիսին, սակայն մեջներս առկա է այդ բաժանումը նրա միջև ինչ կանք եւ ինչ կցանկանայինք լինել։ Սուրբ Պողոսն այս մասին խոսում է զինաթափող անկեղծությամբ Հռոմեացիներին ուղված նամակում։ Իմ իսկ գործերն անգամ չեմ հասկանում։ Ոչ թե անում եմ այն, ինչը որ կամենում եմ, այլ անում եմ այն, ինչը որ ատում եմ։ Երբ անում եմ այն, ինչը որ չեմ կամենում, ճանաչում եմ, որ օրենքը բարի է, բայց այդ ժամանակ այլևս ես չեմ, որ անում եմ դա, այլ մեղքը, որ բնակվում է իմ մեջ։ Ես գիտեմ, որ իմ մեջ, այսինքն իմ մարմնի մեջ բարին չի բնակվում, կա իմ մեջ բարին կամենալը, բայց այն իրագործելու կարողությունը ոչ։ Այս խոսքերը նկարագրում են ոչ թե մի մեղավորի վիճակը, ով չի ուզում փոխվել, այլ նրա, ով տենչում է բարին, սակայն իրեն տեսնում է անելիս այն չարը, որը չի կամենում։ Ահա թե ինչու դարձը պահանջում է մի ամբողջ կյանք, որովհետև մեղքի վերքը չի վերաբերվում սոսկ որոշ սխալ ընտրությունների, այլ ավելի խորապես դիպչում է հենց մեր էության կերտվածքի կերպին։ Արդ այս վիճակի, այս ծանր տագնապի ծագումը հասկանալու համար պետք է վերադառնանք սկզբին։ Ծննդոց 3-րդ գլխի պատմությունը չի խոսում պարզապես տեղի ունեցած մի իրավախախտման մասին, այլ փաստագրում է մարդու մեջ կատարված խորքային փոփոխությունը անհնազանդության արարքից հետո։ Դեռևս նախքան Աստծո արձագանքի ի հայտ գալը, ինչպիսին էլ որ այն լինելու լիներ, բնագիրը նշում է երկու կարևոր բան. մարդը գիտակցում է, որ մերկ է, եւ փորձառությունն է ունենում վախի զգացման, փորձելով թաքնվել Աստծուց։ Այն ժամ բացվեցին երկուսի աչքերն էլ, եւ նրանք հասկացան, որ մերկ են։ Թզենու տերևներ կարեցին եւ իրենց համար գոգնոցներ շինեցին։ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։ Նա պատասխանեց. «Քո ձայնը լսեցի պարտեզում, վախեցա, որովհետև մերկ եմ և թաքնվեցի»։ Ահա, վախն ու ամոթը մեղքի առաջին պտուղներն են, մեղքի ծանր հետևանքները։ Ոչ թե դրսից եկած պատիժ, այլ մի փոփոխություն, որ ծնվում է մարդկային էության ներսում։ Ասվում է, որ նախքան անկումը մարդն ու կինը մերկ էին և ամոթ չէին զգում։
Մեղքից հետո այս հավասարակշռությունը խախտվում է։ Վերջնականապես ծնվում է մի բեկում Աստծո հետ, մյուս մարդկանց հետ եւ նույնիսկ սեփական անձի հետ։ Մարդն այլևս խաղաղ չէ ինքն իր հետ, սկսում է իրեն ընկալել որպես սխալ եւ դիմացինին նայել կասկածանքով։ Սրա համար են ի հայտ գալիս վախն ու ամոթը։ Դրանք մակերեսային հույզեր չեն, այլ ծանր տագնապի նշան։ Մարդն իր ներսում զգում է ճեղքվածքն այն բանի միջև, ինչ ցանկանում է լինել եւ ինչ հայտնաբերում է, որ կա։ Ահա թե ինչ է ծնում մեղքը։ Այն Աստծուց ոչինչ չի խլում, այլ խեղաթյուրում է մեզ։ Մեր զգայունության կատեգորիաները շփոթվում են, այլևս չենք ճանաչում, չենք կարողանում հստակ գնահատել այն, ինչը որ բարի է, ճշմարիտ եւ գեղեցիկ։ Եվ այսպես կորցնում ենք նաև մեր իսկ անձի ճիշտ չափը, մոռանալով այն մեծությունը, որին կանչված ենք։ Այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեղք բառը կարծես անհետացել է մեր մտածելակերպից եւ նույնիսկ խոսքից։ Հանրային գիտակցության մեջ եւ երբեմն նույնիսկ եկեղեցու կյանքում ամեն ինչ բացատրվում է որպես դյուրաբեկություն, վերք, սահմանափակում կամ պայմանավորվածություն։ Իսկ երբ դեռ խոսվում է մեղքի մասին, այն հաճախ հանգեցվում է մի փոքրիկ սխալի կամ տկարության։ Արդ այս հայացքի մեջ կա ճշմարտության մի հատիկ։ Հոգևոր ավանդությունը միշտ էլ ընդունել է, որ մարդկային դյուրաբեկությունը չի սահմանափակվում սոսկ չար կամքով եւ որ դատողությունը պետք է ուղեկցվի ողորմությամբ։ Խնդիրը ծագում է այնտեղ, երբ այս տեսանկյունը փոխարինում է աստվածաբանականին փոխանակային լրացնելու։ Եթե ամեն մեղք դառնում է սոսկ ախտանիշ եւ ամեն հանցանք խանգարում, դիսֆունկցիա, վտանգվում է մի էական բան՝ մարդկային ազատության մեծությունը եւ նրա պատասխանատվությունը։ Եթե ամեն ընտրություն սոսկ մեր պատմության, մեր վնասվածքների կամ պայմանավորվածությունների արդյունքն է, ապա ամեն ինչ դառնում է բացատրելի եւ ի վերջո ինչ որ կերպ նաեւ արդարացվելի։ Բայց եթե այդպես է, ապա ազատությունը սոսկ պատրանք է, իսկ բարոյական պատասխանատվությունը կորցնում է իր իմաստը եւ այլևս գոյություն չունի։ Եվ այստեղ ի հայտ է գալիս մի պարադոքս։ Եթե այլևս գոյություն չունի իսկական չարի հնարավորությունը, մենք չենք կարող հավատալ նաեւ իսկական բարու հնարավորությանը։ Եթե մեղքն անհետանում է, սրբությունը նույնպես դառնում է մի վերացական եւ անհասկանալի ճակատագիր։ Սրա համար է, որ քրիստոնեական հավատքը լրջորեն է մոտենում մեղքին։ Ոչ թե մարդուն մեղադրելու եւ նրան ավելի վատ զգալ տալու համար, այլ պահպանելու եւ հաստատելու համար նրա մեծությունը եւ պաշտպանելու համար նրա կոչումը։ Ճանաչելու համար, որ նրա ընտրություններն իսկապես կարևոր են, որ նրա ազատությունն իրական է եւ որ դրանով նա կարող է կառուցել կամ կործանել ինքն իրեն, մյուսներին եւ նույնիսկ աշխարհը, ինչպես քաջ տեսնում ենք։ Սա նշանակում է նաև ընդունել, որ մեր ներսում կա մի իսկական վերք, որը չի լուծվում որոշ շտկումներով կամ սպեղանիներով, այլ ունի խորքային բժշկության կարիք։ Դարձը պահանջկոտ ուղի է, քանի որ այն խնդիր ունի վերականգնելու այս վերքը, բժշկելու մեր գոյությունը, վերագտնել տալով կապը մեր արարչի եւ փրկչի Աստծո հետ։ Այն շնորհ է, ինչպես ասացինք, բայց այն ձևավորվում է գործողությունների եւ ընտրությունների կոնկրետ կրկնությամբ, որոնք սկսել ենք ապրել ազատության եւ սիրո մեջ, ճաշակելով դրանց իմաստը։ Դրա արդյունավետությունը կախված է հենց այդ արարքները ժամանակի մեջ պահպանելու կարողությունից, նույնիսկ երբ դրանք դառնում են հոգնեցուցիչ կամ միօրինակ։ Սա անպտուղ տաժանք չէ, դա հավատարմությունն է նրա, ով արդեն տեսել է իր ապրածի իմաստն ու արժեքը եւ հենց դրա համար էլ շարունակում է կիրառել այն ազատությամբ եւ ուրախությամբ։
Երբ Սուրբ Ֆրանցիսկոսը բորոտների հետ հանդիպումից հետո առաջին անգամ իր ներսում զգում է ճշմարիտ ու ազատ մի բան, նրա պատասխանը ոչ թե հանձնվելն է կամ ինչ-որ մի բանից հրաժարվելը, այլ ճանաչումը։ Ասվում է, որ երբ Պորցիունկուլայի փոքրիկ եկեղեցում նա լսում է ավետարանը եւ հասկանում, որ այդ խոսքն իրեն անունով է կանչում, արձագանքում է ուրախության կանչով, բացականչելով. «Այս եմ կամենում, այս եմ խնդրում, այս եմ տենչում անել բովանդակ սրտով»։ Ֆրանցիսկոսը սկսում է ապաշխարել, որովհետև Քրիստոսի հետ հանդիպման մեջ վերջապես վերագտնում է ինքն իրեն, նոր մարդու պատկերը, ինչպես կասեր Պողոսը, ստեղծված ըստ Աստծո, արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ։ Այն պատկերը, որը մեղքը մթագնել էր եւ որն Աստծո շնորհը վերստին լույս աշխարհ էր բերում։ Եկեղեցու պատմության մեջ Ֆրանցիսկոս Ասիզացին հայտնի է ծայրահեղ աղքատությունն ընկալելու իր կերպով, որն ընտրեց որպես իր ավետարանական կյանքի էական ձև։ Ասիզիի աղքատիկը, միշտ այսպես ենք նրան անվանում։ Սակայն, եթե ուշադիր կարդանք նրա գրվածքները, կնկատենք, որ աղքատության հանդեպ նրա սերը երբեք անջատ չէ խոնարհության նկատմամբ ունեցած խորին հարգանքից։ Չհաստատված կանոնադրության մեջ նա գրում է. «Բոլոր եղբայրները թող որ ջանան հետևել մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոնարհությանն ու աղքատությանը»։ Իսկ իր հայտնի տաղերից մեկում նա գրում է. «Տիրուհի սուրբ աղքատություն, Տերը քեզ պահպանի քո քրոջ սուրբ խոնարհության հետ միասին»։ Բացատրելով, թե ինչպես են այս երկու առաքինությունները գործում միասին մարդուն մաքրագործելու համար։ Սուրբ աղքատությունը շփոթության է մատնում ագահությանն ու արծաթասիրությանը և այս աշխարհի հոգսերին։ Սուրբ խոնարհությունը շփոթության է մատնում հպարտությանն ու այս աշխարհի բոլոր մարդկանց։ Մի խոսքով, Ֆրանցիսկոսի համար, ինչպես նաև Սուրբ Օգոստինոսի համար, խոնարհությունն իսկապես բոլոր առաքինությունների մայրն է, իսկ աղքատությունն ու խոնարհությունը երբեք անջատելի չեն, քանի որ բխում են անմիջապես մարդեղության խորհրդից։ Նամակ ուղղված համայն միաբանությանը գրվածքում, խորհրդածելով ամենասուրբ հաղորդության գոհաբանական խորհրդի շուրջ, նա բացականչում է. «Ով վեհաշուկ խոնարհություն, ով խոնարհ վեհություն, որ տիեզերքի Տերը Աստված և Աստծո Որդին այնքան խոնարհվի, որ հանուն մեր փրկության թաքնվի հացի փոքրիկ երևույթի ներքո»։ Իսկ Լավեռնա լեռան վրա սուրբ վերքերի փորձառությունից հետո նա դիմում է Աստծուն ասելով. «Դու խոնարհություն ես», ընդունելով, որ սա Աստծո բնության հատկանիշն է։ Աղքատ և խոնարհ Քրիստոսը Ֆրանցիսկոսի համար սոսկ մի ջերմեռանդական պատկեր չէ մյուսների շարքում, այլ այն Աստծո ամենաճշգրիտ անունը, ով հայտնվեց իր հավիտենական բանի մարդեղության և զատկի մեջ։ Աղքատության և խոնարհության մեջ նա ճանաչում է Աստծո իսկ դիմագծերը, որոնցով մարդը կանչված է ապրելու, քանի որ ստեղծված է նրա պատկերով ու նմանությամբ։ Արդ եթե աղքատությունը իր այս ծայրահեղ ձևով, որով ապրեց Ֆրանցիսկոսը, վերաբերվում է միայն նրանց, ովքեր զգում են այդպիսի կոչում, ապա խոնարհությունը մի ուղի է, որով կանչված է քայլելու յուրաքանչյուր մկրտված քրիստոնյա, եթե ցանկանում է լիարժեք կերպով ընդունել Քրիստոսի մեջ կյանքի շնորհը։ Ուստի արժե վերաբացահայտել հաճախ սխալ հասկացված այս բառի իսկական իմաստը, սկսելով դրա ստուգաբանությունից։ Լատիներեն humilitasը ծագում է humus բառից, որ նշանակում է հող։ Խոնարհն այն մարդն է, ով գալիս է հողից, ով պատկանում է հողին և չի մոռանում, որ ինքը հող է։
Մոխրոց օրվա արարողությունը, որով մտնում ենք 40-րդ շրջան, երբ մոխիր ենք ցանում հավատացյալների գլխին ասելով հիշիր, որ հող էիր և հող պիտի դառնաս, ոչ թե տխրության կամ ինքնատիացության կոչ է, այլ վերադարձ դեպի ճշմարտությունը։ Դա այն ձևն է, որով եկեղեցին մեզ վերադարձնում է մեր իսկական չափին, ազատելով մեզ այն ամենի խեղդող բեռից, ինչը մենք չենք։ Այդուհանդերձ, խոնարհությունը հաճախ սխալ է մեկնաբանվել։ Դասական աշխարհում այս հասկացությունը գրեթե միշտ բացասական երանգ ուներ։ Այն մատնանշում էր այն, ինչն աննշան էր, ողորմելի կամ ստրկամիտ։ Որոշ փիլիսոփաներ ժառանգեցին այս անվստահությունը, խոնարհության մեջ տեսնելով կամ սեփական անզորության դիտարկումից ծնված մի տխուր կիրք, կամ էլ վախկոտների առաքինություն, ովքեր արժեքի են վերածում այն, ինչն ուղղակի տկարություն է։ Նույնիսկ քրիստոնեական հոգևոր պատմության մեջ խոնարհությունը ենթարկվել է աղավաղումների, վերածվելով ինքնանվաստացման վարժանքի, ինքնանպատակ մահացուցման կամ երբեմն նույնիսկ կեղծավորության դիմակի։ Ահա թե ինչու այն դարձել է մի բառ, որը դժվար է արտասանել և առավել ևս դժվար մարմնավորել ու ապրել։ Բայց քրիստոնեական խոնարհությունը որևէ առնչություն չունի այս կեղծիքների հետ։ Ավանդությունը դա հստակեցրել է մեծ պարզությամբ։ Խոնարհությունը պարզապես կամքով նվաճվող առաքինություն չէ, այն ավելի շուտ աշխարհում և հարաբերությունների մեջ ներկա լինելու կերպ է։ Այն մի փորձառության պտուղ է, հաճախ հենց նվաստացումներով ուղեկցվող, որը փոքրացնում է մեր մասին ունեցած ուռճացված պատկերը և մեզ վերադարձնում է ճշմարտությանը։ Այն Սուրբ Հոգու պարգև է նախքան ճգնողական վարժություն լինելը։ Հիսուսը դա այնքան լավ գիտեր, որ խոնարհությունը դարձրեց միակ որակը, որն ամբողջ ավետարանում բացահայտորեն խնդրեց նմանակել։ Նա ավետարանում չասաց. «Ինձնից սովորեցեք հրաշքներ գործել» կամ «մեռելներին հարություն տալ»։ Նա ասաց միայն. «Սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ»։ Այս պետք է սովորեք։ Այդ բառի մեջ նա ամփոփեց աշխարհում իր գտնվելու ամբողջ կերպը։ Հայրերը դրանից արմատական եզրակացություն արեցին։ Ապրել խոնարհությունը չի նշանակում ինչ-որ բան ավելացնել սովորական քրիստոնեական կյանքին, այլ նշանակում է այն մինչև վերջ հասկանալ ավետարանի լույսի ներքո։ Մեր քրիստոնեական ավանդության մեջ խոնարհը պարզապես քրիստոնյան է։ Սուրբ Օգոստինոսը, հրավիրելով Դիոսկորոսին ընդունելու քրիստոնեական հավատքը, գրում է. «Ճշմարտության ուղին հետևյալն է. առաջինը խոնարհություն, երկրորդը խոնարհություն, երրորդը խոնարհություն, և ամեն անգամ, երբ նորից հարցնես ինձ, ես միշտ նույնը կպատասխանեմ»։ Խոնարհությունը չի աղքատացնում մարդուն, այն նրան վերադարձնում է ինքն իրեն։ Այն նրան չի նվազեցնում, այլ վերադարձնում է իր իսկական մեծությանը։ Ահա թե ինչու է այն այդքան սերտորեն կապված դարձի հետ։ Նախնական մեղքը ծնվեց հենց խոնարհության մերժումից, չկամենալով ընդունել սեփական անձը որպես մարդկային արարած, սահմանափակ և Աստծուց կախված։ Ուստի դարձը չի կարող հասկացվել այլ կերպ, քան որպես վերադարձ դեպի խոնարհություն։ Ոչ թե սեփական իրականությունից ցածր իջնել, այլ վերադառնալ դրա մեջ։ Իջնել ինքնագնահատականի կեղծ բարձունքից դեպի սեփական ճշմարտությունը, բացահայտելու համար, որ այդ ճշմարտությունն ի վերջո ի սկզբանե օրհնված է։ Եթե վերադառնանք բորոտների հետ Ֆրանցիսկոսի հանդիպմանը, կարող ենք նկատել նրա ավետարանական ներհայեցողության մի առավել զարմանալի կողմը։ Ֆրանցիսկոսը լիարժեքության ծարավի մի մարդ էր։ Նա փառք էր փնտրում, երազանքների հետևից վազում, կամենում էր ապրել բուռն կյանքով։
Ողջ կյանքում նա ձգտել էր դառնալ ավելի մեծ, հաջողակ վաճառական, ասպետ, հեղինակավոր մարդ։ Սակայն մեծության այդ բոլոր ձգտումները նրան չէին տվել այն, ինչ փնտրում էր։ Մինչդեռ երբ նա հայտնվում է իրենից ավելի փոքր մեկի առջև, տեղի է ունենում անսպասելին։ Նրա իսկական մեծությունն ի հայտ է գալիս, արթնանում է։ Ոչ թե նվաճման, այլ գրկախառնության միջոցով, ոչ թե վեր բարձրանալով, այլ խոնարհվելով։ Եվ ես ողորմություն գործադրեցի նրանց հանդեպ, ասում է նա։ Ահա թե երբ է մարդը մեծ։ Այդ ժամանակ Ֆրանցիսկոսը հասկանում է մի զարմանալի բան։ Աստծո կողմից ստեղծված աշխարհում, որը շատ խորհրդավոր է, պետք է ընդունենք սա, արտոնյալ տեղը, պատվո տեղը փոքրերինն է։ Հենց նրանց մեջ է դրսևորվում այն իշխանությունը, որի մասին խոսում է Ավետարանը, Աստծո որդիներ դառնալու եւ լինելու իշխանությունը։ Որդին իրոք լիակատար խաղաղության մեջ է այն փաստի հետ, որ պետք է կախված լինի հորից։ Սրա համար նա չի վախենում լինել այնպիսին, ինչպիսին կա, եւ ամոթ չի զգում խնդրելիս։ Եվ այս ներքին ազատությունից ծնվում է մի առանձնահատուկ ուժ, որը Ֆրանցիսկոսը նախազգում է։ Ուրիշների մեջ բարին արթնացնելու կարողությունը։ Բորոտներն այդպես են վարվում Ֆրանցիսկոսի հետ։ Նրանք նրա մեջ ակտիվացնում են ողորմածությունը։ Եվ սա է փոքրերի արժեքը իրականության մեջ։ Փոքրերը իրենց դյուրաբեկությամբ իրենց շուրջն արթնացնում են ողորմածությունը, որը թերևս աշխարհի ամենաթանկարժեք էներգիան է։ Ահա թե ինչու Ասսիզի աղքատիկը խնդրում է իր ընկերներին կոչվել կրտսեր եղբայրներ, այսինքն ավելի փոքրեր, ոչ թե ավելի խոնարհ երևալու համար, այլ իրապես որպես փոքրեր ապրելու համար, մարդիկ, ովքեր չեն զբաղեցնում ամբողջ տարածքը, այլ այն բացում են ուրիշների համար։ Փոքր լինելը Ֆրանցիսկոսի համար Ավետարանը մարմնավորելու գործնական ձևն է, արմատական բացվածություն եւ հյուրընկալություն դիմացինի հանդեպ։ Երկրորդ շարքում լինելու այս գեղեցիկ, բայց դժվարին դիրքի արժեքը իր եղբայրներին սովորեցնելու համար Ֆրանցիսկոսը նրանց հորդորում է օրինակ գնալ մուրալու, երբ աշխատանքը բավարար չէ անհրաժեշտը հայթայթելու համար։ Եվ երբ անհրաժեշտ լինի, գրում է նա կանոնադրության մեջ, թող գնան մուրալու։ Եվ այն եղբայրները, ովքեր աշխատում են ողորմությունը վաստակելու համար, մեծ վարձատրություն կունենան եւ թույլ կտան վաստակել ու ձեռք բերել ողորմությունը նրանց, ովքեր տալիս են, քանզի բոլոր բաները, որ մարդիկ կթողնեն աշխարհում, կկորչեն, բայց իրենց կատարած սիրո եւ ողորմության համար վարձատրություն կստանան Տիրոջից։ Մուրալու կամ ողորմություն խնդրելու գնալը Ֆրանցիսկոսի համար սոսկ օրինական կամ գուցե խորամանկ ռազմավարություն չէր սնունդ կամ նյութական բարիքներ ստանալու համար։ Դա մի ձև էր ուրիշների մեջ ողորմածությունն ու առատաձեռնությունը ակտիվացնելու համար, այսինքն ստիպելու ուրիշներին ապրել նույն փորձառությունը, ինչ ինքն էր ապրել բորոտների հետ հանդիպման ժամանակ։ Մենք գիտենք, որ Հիսուսն Ավետարանում շատ է շեշտադրում կատարել փոքրության վրա, որպես արքայության խորհրդի բանալի եւ այնտեղ մուտք գործելու պայման։ Նա արքայությունը, Ավետարանի տրամաբանությունը նմանեցրել է մի սերմի, սկզբում փոքրիկ, բայց հետո ընդունակ դառնալու մի մեծ ծառ, որն իր ճյուղերի մեջ հյուրընկալում է թռչուններին։ Նա բացատրել է իր աշակերտներին, որոնք միշտ փորձվում էին մեծության երազանքներով, որ միայն նա, ով իրեն փոքրացնում է երեխայի նման, կարող է մտնել երկնքի արքայություն։ Ավելին, ով ուզում է մեծ լինել, պետք է դառնա փոքր եւ լինի բոլորի ծառան։ Արդ միթե սա չէ ի վերջո մարդեղության մեծ գաղտնիքը։
Ինչու Աստված, երկնքի եւ երկրի բարձրյալ Տերը, կամենալով ընդունել մեր մարդկային բնությունը, դա արեց դառնալով ոչ միայն մարդ, այլ մանուկ, ծնվելով կույս Մարիամի արգանդում։ Ոչ միայն հիացմունք եւ զարմանք հարուցելու համար, այլ մեր մարդկության լավագույն կողմն արթնացնելու համար, մեր մեջ ողորմածությունն արթնացնելու համար։ Իրոք, հենց նրա առջև, ով մեզ չի վախեցնում, ով չի հարուցում ոչ երկյուղ, ոչ մրցակցություն, մենք դադարում ենք վախենալ ու ամաչել եւ վերսկսում ենք նվիրել այն, ինչ կանք։ Դառնալ փոքր ուրեմն հրաժարում կամ նվազում չէ, դա պարզապես քրիստոնյա լինելու էական չափումն է։ Իհարկե, փոքրության ոչ բոլոր ձևերն են վավերական։ Երբեմն այն, ինչ անվանում ենք խոնարհություն, ոչ այլ ինչ է, քան մի նուրբ եւ խաբուսիկ ձև, որով սնում ենք մեր անապահովությունը, թույլ ենք տալիս մեր սահմանափակումներին տիրել մեզ կամ խուսափում ենք կյանքի եւ հարաբերությունների դժվարություններից։ Դա կեղծիք է, որը բազում դիմակներ է հագնում։ Բայց երբ ընտրում ենք դառնալ եւ ոչ թե մնալ փոքր, որովհետև ճանաչել ենք Աստծո փոքրությունը եւ զգացել ենք մեզ նրանից ընդունված ու սիրված, ապա այդ ընտրությունը հետընթացի կամ հրաժարման ձև չէ, այն պարզապես նոր մարդու դեմքն է, որը մկրտությունը վերադարձնում է մեզ։ Վերջին հանգրվանը։ Եթե դարձը զգայունության այնպիսի փոփոխություն է, որը բժշկում է մեղքի պատճառած անհավասարակշռությունը եւ մեզ վերադարձնում է մեր մարդկային բնության ճիշտ չափին, այն փոքրությանը, որը մեզ հաղորդակից է դարձնում Աստծո բնությանը, ապա մնում է կատարել մի վերջին քայլ, թերևս ամենապահանջկոտը՝ ճանաչել եւ ընդունել, որ դարձը երբեք չի ավարտվում այս աշխարհում։ Մենք հաճախ պատկերացնում ենք դարձը որպես մի հստակ անցում՝ նախ մեղքը, հետո փոխվելու որոշումը եւ ի վերջո ընթացքը դեպի սրբություն։ Սա հանգստացնող սխեմա է, բայց Սուրբ Հոգու մեջ կյանքն ավելի բարդ է եւ ավելի համբերատար, քան մենք կարծում ենք։ Մեղքը, դարձը եւ շնորհը երեք հաջորդական փուլեր չեն։ Իրական կյանքում դրանք միահյուսված են։ Մենք մնում ենք մեղավորներ, մենք միշտ դարձի մեջ ենք եւ հենց այդպես էլ սրբագործվում ենք Սուրբ Հոգու կողմից։ Դարձի գալ նշանակում է շարունակաբար վերսկսել սրտի այս շարժումը, որի միջոցով մեր աղքատությունը բացվում է Աստծո շնորհի առջև։ Այս խոսքը խորքում մեզ ծանոթ է։ Ամեն 40-րդ շրջան մեզ հիշեցնում է մեր մկրտության կենսունակությունը ստուգելու պատասխանատվության մասին։ Այդուհանդերձ կարող ենք խոստովանել, գոնե Սուրբ Ֆրանցիսկոսի 800-ամյակի առիթով, որ երբ դարձն ընդունում է փոքրության կոնկրետ դեմքը, երբ այն մեզնից պահանջում է դառնալ ավելի փոքր, մեր մեջ ինչ-որ բան դիմադրում է։ Մենք ընդունում ենք բազում փոփոխություններ, բայց դժվարանում ենք փոքրացնել մեր չափերը։ Նախընտրում ենք զորանալ երևութապես, քան թե փոքրացնել մեր կերպարն ու մեր պահանջները։ Եվ այսպես հին մարդը երբեմն վերստին ի հայտ է գալիս, երբեմն բացահայտ մոլությունների մեջ, երբեմն ավելի նուրբ եւ նույնիսկ կրոնական ձևերով, օրինակ ճանաչման կարիքը, դերակատարման փնտրտուքը, ինքնակենտրոնությունը։ Սրա համար էլ պայքարն իրական է։ Դա պայքար է փոքր եւ խոնարհ մնալու համար։ Դա այն անդադար ներքին աշխատանքն է, որը մեզ ազատում է մեր իսկ պատկերից եւ մեզ ընդունակ է դարձնում իսկապես ծառայության մեջ դրվելու ազատ եւ գործնական ձևով։ Պողոս առաքյալը լավագույնս ծանոթ էր այս պայքարին, պահպանելու համար Աստծո որդիների փոքրությունն ու ազատությունը։
Կորինթացիներին ուղված երկրորդ նամակում, երբ նրան մեղադրում են տկարության մեջ, մինչդեռ ուրիշներ գեր առաքյալները իրենց պարտադրում են ուժով, նա մերժում է մեծության և պարծանքի ուղին։ Ոչ թե նրա համար, որ նա փաստարկներ չունի, ընդհակառակն ասում է, եթե կամենայի պարծենալ, շատ բան կարող էի ասել, այլ որովհետև նա հասկացել է մի վճռորոշ բան. տկարությունը ոչ թե մի փուլ է, որը պետք է հաղթահարել, այլ Քրիստոսի մեջ նրա կյանքի հենց կերպը, և նա գրում է. «Ուստի առավել ևս հոժարությամբ պարծենալու եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը, որովհետև երբ տկար եմ, այդ ժամանակ ուժեղ եմ»։ Սա Պողոսի սոսկ անձնական խոնարհության արարքը չէ կորինթացիների առջև, սա աստվածաբանական հռչակագիր է։ Փոքրությունը ոչ թե ռազմավարություն է կամ արտաքին կեցվածք, այլ մեր մկրտության կյանքի ձևը։ Քրիստոնյան ընտրում է ներկայանալ անզեն, որովհետև հետևում է վարդապետին, ով ունայնացրեց ինքն իրեն և խաչը դարձրեց կյանքի աղբյուր։ Հաճախ, սակայն, մտածում ենք, որ ավետարանական փոքրությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է ընթանում։ Մենք կարողանում ենք խոնարհ ձևանալ, երբ արևը շողում է և բոլորը մեզ ժպտում են։ Այդ պայմաններում դա շատ հեշտ է։ Բայց իրականում հակառակն է ճիշտ։ Հենց հակամարտությունների և դժվարությունների մեջ են խոնարհությունն ու փոքրությունը դառնում անհրաժեշտ։ Երբ բնազդը դրդում է պաշտպանվել կամ իշխել, հենց այդտեղ է երևում, արդյոք մենք իսկապես սովորել ենք խաչի ավետարանը, այսինքն արդյոք իսկապես սովորել ենք սիրել Քրիստոսի խաչը։ Լույսն իրոք իր զորությունը ցույց է տալիս ոչ թե օրը ցերեկով, այսինքն ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ պայծառ ու լուսավոր է, այլ երբ տիրում է խավարը։ Այս փոքրության վրա է հիմնված եկեղեցու մեջ հաղորդության խորհուրդը, ինչպես Սրբազան Պապը մեզ հիշեցրեց իր վերջին ունկնդրության ժամանակ։ Սրանում է կայանում եկեղեցու սրբությունը, այն փաստի մեջ, որ Քրիստոսը բնակվում է նրա մեջ և շարունակում է ընծայել իրեն նրա անդամների փոքրության և դյուրաբեկության միջոցով։ Դիտելով նրա մեջ տեղի ունեցող այս մշտական հրաշքը, մենք հասկանում ենք Աստծո մեթոդը։ Նա իրեն տեսանելի է դարձնում արարածների տկարության միջոցով, շարունակելով հայտնվել և գործել։ Այս օրերին, երբ ժամանակները վերստին նշանավորվում են ցավով և բռնությամբ, փոքրության մասին խոսելը կարող է թվալ վերացական և անօգուտ մի զրույց, գրեթե հոգևոր շռայլություն։ Իրականում դա կոնկրետ պատասխանատվություն է, կապված աշխարհի ճակատագրի հետ։ Խաղաղությունը չի ծնվում միայն քաղաքական համաձայնագրերից, ոչ էլ դիվանագիտական կամ ռազմական ռազմավարություններից, այլ այն տղամարդկանցից և կանանցից, ովքեր քաջություն են գտնում իսկապես փոքր դառնալու, ընդունակ լինելով մի քայլ հետ կատարելու, հրաժարվելու բռնության ցանկացած ձևից, երբեք չտրվելու վրեժխնդրության և բռնապետության գայթակղությանը, ընտրելու երկխոսությունը նույնիսկ այն ժամանակ, երբ հանգամանքները կարծես բացառում են դրա հնարավորությունը։ Սա պահանջկոտ և ամենօրյա աշխատանք է, և մենք չենք կարող այն հետաձգել կամ վստահել ուրիշներին։ Նա, ով իրեն ճանաչում է որպես Աստծո զավակ, գիտի, որ սրտի այս դարձն անձամբ իրեն է վերաբերվում։ Սրա համար կարող ենք մերը դարձնել այն խոսքերը, որոնք Սուրբ Ֆրանցիսկոսը իր կյանքի վերջում, կրելով սուրբ վերքերը, Քրիստոսի սիրո այդ նշանները իր մարմնի վրա, չէր դադարում կրկնել իր եղբայրներին. «Սկսենք, եղբայրներ, ծառայել մեր Տեր Աստծուն, քանի որ մինչ այժմ քիչ ենք առաջադիմել»։
Եզրափակենք այս եւ հաջորդ խորհրդատությունները այն աղոթքով, որը Ֆրանցիսկոսը գրել է համայն միաբանությանն ուղղված իր նամակում եւ որը պարունակում է մեր համար այսօր եւս կենթանի եւ վավերական խոսքեր։ Ամենակարող, հավիտենական, արդար եւ ողորմած Աստված, շնորհիր մեզ թշվառներիս քո սիրո համար անել այն, ինչը որ գիտենք, որ դու ես կամենում, եւ միշտ կամենալ այն, ինչը որ քեզ հաճելի է, որպեսզի ներքուստ մաքրված, ներքուստ լուսավորված եւ Սուրբ Հոգու հրով վառված կարողանանք հետևել քո սիրեցյալ Որդու, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերին եւ միայն քո շնորհի օգնությամբ հասնենք քեզ Բարձրյալիդ, որ կատարյալ երրորդության եւ պարզ միության մեջ ապրում ես եւ թագավորում ու փառավորվում ես ամենակարող Աստված հավիտյանս հավիտենից, ամեն։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո, ամեն։